Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Փարիլույս ցեզի սիրելի փոքրիկներ եւ բադանիներ։ Հիսուս հայրիկի օրտնյալ զավակներ։ Ինչպե՞ս եք այսօր։ Հույսով որ ամեն կտալ ողջ, առողջ եւ բարձր դրամատրության մեջ եք։ Ես անցնող շաբաթ ցեզի սկսա խոսիլ մեծ բակի գիրագիներու մասին։ Անցնող շաբաթ ցեզի խոսեցա Փարեգենտանի մասին եւ բացատրեցի, թե Փարեգենտան կնշանակե բարի կյանք եւ անիգա գխորհրդանշե մեր նախածնողներուն Աթամի եւ Եվայի թրախտային գեղեցիկ կյանքը։ Այս շաբաթ վստահ եմ, որ դու գալը սկսակ բակ բռնել եւ ցեզ մե խնդրեցի, որ բակի ընթացքին ավելի ժամանակ ունենաք Սուրբ Գիրք կարդալու, Աստվածաշունչ կարդալու եւ ծեր այս գեյմի խաղերեն հերու մնալու, որբեսի առավելապար Աստված բաբային մոդենանք, որովհետեւ Հիսուս հայրիկ մեզ շատ կսիրե եւ գուզե որ մենք միշտ իրեն խոսքերը լսենք եւ մեր կյանքի մեջ գործադրենք։ Եվ նաեւ խնդրեցի ցեզ մե որ անպայմանորեն գիրագի օրերը եկեղեցի երթակ։ Այս գիրագի երկրորդ գիրագին է մեծ բակի եւ կգոչվի արդաքսման գիրագի։ Արդաքսել կնշանակե դուրս հանել։ Եվ ինչ կնշանակե։ Երբ որ Աթամ եւ Եվան թրախտի մեջ ուրախ կաբրեին եւ ամեն օր Աստված բաբային հետ թեմ արդեմ գխոսեին, Աստված բաբան անոնց ասած էր. այս թրախտի բարդեզի բոլոր ծառերեն գերեք, սակայն բարի եւ չարի գիտության ծառեն մի ուտեք, մեկ ծառ կա, այդ կե մի ուտեք, որովհետեւ եթե այդ ծառեն ուտեք, կնշանակե որ ինձի անտեպ անհնազանդ գտնված կլակ եւ այդ ժամանակ խիստ բադիժ մի ստանաք։ Աթամ Եվան այդ ծառին չէին մոդենար։ Բայց դժբախտաբար Սատանան խորամանկ ցևով մոդեցավ Եվային օծի գերբարանքով եւ Եվային ասավ. Եվա, ճիշտ է որ Աստված ցեզի արգելած է թրախտի այս ծառերեն ուտել։ Եվան ասավ օծին, որ Սատանան էր. ոչ, Աստված չարգելեց մեզի այս բոլոր ծառերեն ուտել, այլ միայն ասավ, որ այս բարի ու գիտության ծառեն մի ուտեք, որովհետև եթե այդ օրը ուտեք, պիտի մեռնիք այդ օր։ Սատանան խաբեց Եվան եւ ասավ. անշուշտ պիտի չմեռնիք։ Պարզապես եթե ուտեք, Աստվածներու պես պիտի ըլլաք։ Եվ Եվան դժբախտաբար Սատանային այս խաբկանքը լսելով, խոսքը լսելով, խաբվեցավ եւ տեսավ ծառը աչքին համար հաճելի էր, ուտելու համար աղվոր էր, հետևաբար փրծուց ծառեն եւ ոչ միայն ինք գերավ, այլ նաեւ հրամցուց Աթամին եւ Աթամն ալ գերավ։ Երբ գերան երկուքն ալ ըսկացին, որ իրենք մեղ գործեցին, մերգ ըսկացին, ամոթ ըսկացին եւ գարձեցին, որ այդ հոգի ամոթը գրնան դերևներով ծածկել, ադոր համար կացին թուզի դերևներ արին ու իրենց մարմնին վրա ծածկեցին եւ բահվդեցան Աստուծմե։ Աստված որ ամեն օր իրենց գայցելեր ու գխոսեր իրենց հետ, անոնք բահվդեցան, որովհետև մեղքը սիրելի փոքրիկներ եւ բադաններ վախ կպատճառե։ Դու գալ, երբ որ սխալ մը կործեք, մեղ կործեք, մամային բաբային չեք վախնար, չեք բահվդիր, անպայման։ Եվ Աստված, երբ երեգոյան եկավ Աթամի եւ Եվայի այցելության, տեսավ Աթամ Եվան իր թիմած չելան ուրախությամբ եւ Աստված գիտեր որ մեղ կործած էին, բայց ուզեց անդրադարձնել անոնց եւ ադոր համար հարցուց Աթամի,
Աթամ, ուր ես։ Եվ Աթամը ասավ, դեր, ցայնդ լսեցի եւ վախցա։ Եվ ահավասիկ թուզի ձարին դակ բահվդեցա։ Եվ Աստված ասավ, Աթամ, միթե գերար այն ձարեմ, որ ես քեզի սիչուտես։ Ինչու օրին ազանց գտնվեցար։ Ինչու իմ բադվիրանս չբահեցիր։ Բակի բադվիրան էր ադիգա, որ չուդես այդ ձարեմ։ Եվ դժբախտաբար Աթամ փոխանակ իր մեղքը ընդունելու Աստուծո ասավ, որ ես հանցանք չունիմ։ Դու գալ գնեք այդպես չէ, եւ որ օրիորդը բարոնը կամ ովև մեկը ցեզի ասե, ինչու այդպես ըրիր, կսես ես չեմ, ինքը հրավ։ Աթամ ասավ, ես չեմ, Եվան հրավ, Եվան խափեցիս։ Աստված Եվային հարցուց, Եվա, ինչու այդպես ըրիր, փոխանակ Եվան ասելու դեր ները ինձի, ես սխալ կործեցի։ Եվ Աստված բաբան պիտի ներեր։ Ասավ ինքնա չընդունեց իր սխալը հանցանքը, ասավ օծը խափեցիս։ Աստված բաբան օծը, որ սատանան է, սատանան օծի մեջ մտածեր, եւ Աստված արդեն երկինքեն դուրս տրածեր սատանան, ասավ որ փորիդ վրա պիտի սողաս այլևս եւ հող պիտի ուտես։ Գնոջ ասավ ցավերով զավակ պիտի ծնանիս, եւ Աթամին ասավ հողը քեզի փուշ պիտի հանե, ջագդի կրդինքով հացդ պիտի ուտես։ Եվ Աստված, որբեսի Աթամ եւ Եվան թրախտի մեջ չմնան մեղավոր վիճակով, դուրս վրընդեց, դուրս արդակսեց Աթամ եւ Եվան թրախտեն, եւ թրախտի թռները փագեց, հրեշտակներ բահակ թրավ, որբեսի հանգարց չլա որ ներս մտնեին եւ հավիդենապես մշտապես մեղավոր վիճակի մեջ ապրեին։ Այլ Աստված զրակիր ուներ, որ զանոնք դուրս տնելով իր որդին Հիսուս հայրիկը ուղարկեր, որբեսի զանոնք ետ գտներ, խաչին վրա իր թափած արյունով փրկեր եւ ետ թրախտ վերադարձներ։ Տեսեք որքան բարի Աստված։ Բայց այս գիրագվա խորհուրդը, սիրելի փոքրիկներ եւ բադանիներ, միշտ ծեր միտքը պետք է մնա, որ մենք պետք չէ բացարձակ կերպով Աստուծո օրենքը գդրենք։ Գիտեք ամենեն ցավալի բանը ինչ է մեգումը համար, որ իր հայրենիքեն գարդակսրի, գաքսորվի, դուրս կտրվի, կամ մեկը իր դունեն դուրս կտրվի։ Դուք կուզեք որ դունեն դուրս մնաք, դունեն դուրս տրվիք, անշուշտ ոչ։ Հիմա մենք գաբրինք այս երկրի վրա այո գեղեցիկ աշխարհ է, բայց մեր սիրտը պետք չէ գաբենք այս աշխարհին։ Ինչու՞, որովհետև մեր հայրենիքը, մեր դունը, իսկական դունը երկինքն է։ Եվ եթե այս երկրի վրա հնազանդությամբ ապրենք, Աստուծո հնազանդենք, այս երկիրը փորձարկման շրջան է։ Քննությունները պետք է անցնենք։ Եթե Աստուծո գամքին համաձայն ապրենք, ապա օրը, սկանչելի օրը, Աստված բաբա մեզ դարձյալ երկինք պիտի փոխադրե մեր հայրենիքը, երկրային հայրենիքը, իսկական հայրենիքը, իսկական դունը, եւ այնտեղ այլևս ոչ ցավ, ոչ հիվանդություն, ոչ մահ, ոչ նեղություն, ոչ կրի, ոչ մեկ բան պիտի լա, այլ հրեշտակներուն, սուրբերուն հետ պիտի ապրենք, այնտեղ Աստված բաբան պիտի տեսնենք, Հիսուս հայրիկը պիտի տեսնենք, Սուրբ Հոգին պիտի տեսնենք, Մայրիկ Աստվածածինը պիտի տեսնենք, բոլոր սուրբերը պիտի տեսնենք եւ անոնց հետ պիտի ապրենք։ Հետևաբար սիրելի փոքրիկներ եւ բադաններ, հավատքով ապրեցեք, Աստուծո հնազանդ ապրեցեք, Աստուծո խոսքերը գարտացեք եւ կործատրեցեք եւ օրը Աստված բաբայի ներկայությամբ պիտի ապրիկ հավիտյան։ Աստված ցես թող բահե բահբանե ամեն տեսակ փորձանքներեն, աղոթեցեք մշտապես աշխարհին համար, խաղաղության համար, մեր հայրենիքին համար, ծեր ծնողներուն համար եւ իրարու համար։ Աստված ցես արադաբես թողորտնե։ Ի քաղցր դեսություն, մինչև հաջորդ ուրբաթ։ Լավ մնացեք, ողջ մնացեք, օրհնյալ մնացեք։